Միգրենի վերաբերյալ 5 հարց պրոֆեսոր Շատախյանին։ Պրոֆեսոր Շատախյան, յուրաքանչյուր գլխացավ միգրեն է։ Ոչ, միգրենը առանձին լուրջ հիվանդություն է եւ հիվանդների մեծ մասը, որոնք տառապում են նրանով, նշում են, որ դրանք շատ ու շատ ավելի սաստիկ ուժեղ գլխացավեր են, քան հասարակ ստանդարտ այն ցավերը, որ ունենում ենք բոլորս։ Բժիշկները կարող են համախտանիշների կոմպլեքսով դիագնոզը դնել միգրենի։ Եթե իբուպրոֆենը կամ պարացետամոլը օգնում են գլխացավերի դեպքում, ուրեմն դա միգրեն չէ։ Ոչ, սա տարածված սխալ կարծիք է։ Թեթև միգրենի դեպքում սովորական դեղամիջոցները կարող են օգնել, շատ բախտավոր են այդ հիվանդները։ Վտանգավոր է արդյոք միգրենը։ Այո, նախ եւ առաջ նա վտանգ է ներկայացնում կյանքի որակի համար։ Այս դժոխքային ցավերի դեպքում հիվանդները չեն կարողանում սովորել, աշխատել, չեն կարողանում ինտեգրվել անձնական եւ ընտանեկան հարաբերություններում։ Միգրենի դեմ օգտագործվող բազմաքանակ դեղամիջոցները նաև ունեն կողմնակի ազդեցություն օրգանիզմի վրա եւ բարձր տարիքային խմբում կարող են լինել պատճառ կաթվածի։ Արդյոք անբուժելի է միգրենը։ Ոչ, միգրենը դատավճիռ չէ։ Այսօրվա օրով դու կարող եք ազատվել նրանից, կամ զգալիորեն իջեցնել նոպաների քանակը, կատարելով փոքրիկ կոսմետիկ վիրահատություն։ Վտանգավոր է արդյոք միգրենի վիրահատությունը։ Ոչ, բոլոր վիրաբուժական մանիպուլյացիաները կատարվում են ենթամաշկային մկանային շերտի մակարդակով, փոքր կոսմետիկ կտրվածքներով, վիրահատությունը տևում է 1-ից 1.5 ժամ։